Հայաստանի մանկապատանեկան փողային նվագախմբերի հանրապետական փառատոնը 2015 թվականի մայիսի 31-ին անցկացվեց Սյունիքում։ Հաղթական շեփորն այս անգամ հնչեց Սյունյազ լեռներում, որի ոգեկոչող ելևէջներից Գորիսյան օդը պարուրվեց հաղթական ոգով։ Գարնանային վերջին օրը առավել քան ջերմ էր։ Բացի արևային տաք եղանակից, Գորիսյան օրը ջերմացնում էին Հայաստանի մանկապատանեկան փողային նվագախմբերի հանրապետական փառատոնի մասնակիցները։ Առավոտյան փառատոնի 500 հոգուց բաղկացած թիմը 12 ավտոբուսով հատեց Սյունյազ դարպասները։ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի նվիրված հնչիր շեփոր հաղթական մանկապատանեկան փողային նվագախմբերի հանրապետական փառատոնը մեկնարկեց Գորիսում։ Այն իրականացվեց Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի նախաձեռնությամբ և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հովանավորությամբ։ Փողային նվագախմբերի հանրապետական փառատոնին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության հանրակրթական, միջնակարգ մասնագիտական, բարձրագույն արտադպրոցական, կրթադաստիարակչական ուսումնական հաստատություններում գործող փողային նվագախմբեր։ Փողային նվագախմբերի շքերթի ելակետը Մաշտոցի պողոտան էր, հպարտ ոգեշնչող քայլերքով նվագախմբերը շարժվեցին Գրիգոր Տաթևացու անվան հրապարակ։ Մեկը մեկի ետևից հրապարակ են մտնում Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցի, Դավթաշենի Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի Արարատ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի, Փարաքարի Հովիկ Էդգարյանի անվան արվեստի դպրոցի, Լոռու մարզի Գուգարաս թեմի Վարդանանց հետնորդներ, Ստեփանավանի Անդրանիկ Մարգարյանի անվան մշակույթի պալատի, Հայ ասպետ կրթադաստիարակչական կենտրոնի, Հրազդան քաղաքի Կոստան Զարյանի անվան մանկական արվեստի դպրոցի, Մայրաթոր Սուրբ Էջմիածնի և Հայ բարեգործական ընդհանուր միության Արաբկիրի Հայորդաստան, Էրեբունի տարածքային բաժանմունքի պատանի երկրապահների և Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի համատեղ, Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի, Ամասիայի նորաստեղծ փողային նվագախմբերը, Մայրաթոր Սուրբ Էջմիածնի և Հայ բարեգործական ընդհանուր միության Մալաթիայի Հայորդաստան թմկահարների և Ալեքսանդր Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի դհոլահարների անսամբլները։
2005 թվականին առաջին անգամ կազմակերպված փողային նվագախմբերի հանրապետական փառատոնին մասնակցում էր ընդամենը 6 նվագախումբ։ 10 տարի անց 10-րդ փառատոնին նրանց թիվն արդեն հասնում է 16-ի։ Փողային նվագախմբերի թվով 10-րդ փառատոնի բացումն ազդարարեց Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանի խրող ձայնը։ Հարգելի հյուրեր, Արցախյան ազատամարտի հերոսներ, սպաներ, գեներալներ, զինվորներ, սիրելի գորիսցիներ, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը փողային նվագախմբերի այս տարվա փառատոնն անցկացնում է Սյունիքի մարզում հերոսական էջերով հարուստ Գորիս քաղաքում։ Այն նվիրվում է հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին։ Մայիս ամիսը հաղթանակների փառքով է պսակված մեր ժողովրդի համար։ Ավարայրի, Սարդարապատի, Բաշ ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտեր, հայրենական մեծ պատերազմ, Արցախյան ազատամարտ, Շուշիի ազատագրում, փառք հայոց բանակին և մեր փառապանծ հերոսներին։ Բացման արարողությանը հաջորդեց նվագախմբերի այցը Գորիսի գրեթե բոլոր թաղամասեր, Սարքար թաղամասում Լոռու մարզի Գուգարաց թեմի Վարդանանց հետնորդներ փողային նվագախմբի ելույթից անակնկալի եկած բնակիչներից ոմանք շտապեցին վայելել պատանի երաժիշտների կատարումները, ուրիշներն էլ համերգին հետևեցին ու անգամ այն տեսանկարը հանեցին իրենց պատշգամբներից։ Շատ ուրախ և շնորհակալ եմ կազմակերպիչներից նման լավագույն միջոցառում կազմակերպելու համար։ Հաճախակի որ լինի շատ լավ կլինի, ժողովուրդը զարթոնք է ապրում և ուրեմն ապրեն տղաները, ապրեն կազմակերպիչները, հիանալի միջոցառում է։ Այլ էր պատկերը Գետափնյա թաղամասում Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի, Դավթաշենի Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցի փողային նվագախմբերին և Մայրաթոր Սուրբ Էջմիածնի և Հայ բարեգործական ընդհանուր միության Մալաթիայի Հայորդաստան թմբկահարների անսամբլին այստեղ արդեն սպասում էին։ Մեծ ու մանուկ դուրս էին եկել ոգեգոչող կատարումների ականատեսը լինելու։ Քիչ առաջ որ երեխաները թմբուկներով զարկում էին, դա ինձ մոտ առաջացավ այն միտքը, որ մեր ժողովրդին մահ չկա, հաղթանակ, հաղթանակ, հաղթանակ։ Ցուցարումը հաճելի անակնկալ թողեց մեր բոլորի վրա եւ հույսով ենք մեր բալիկները նրանից ոգեշնչված ցանկանան ավելի երաժշտական գործիքներով զբաղվել։ Ավանգարդ թաղամասում էլ բնակիչները Հայ ասպետ կրթադաստիարակչական կենտրոնի ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի Արարատ փողային նվագախմբերի ելույթներին հետևում էին թե պատշգամբներից, թե բակում։ Նրանցից ոմանք ովքեր շտապում էին իրենց երեխաներին, թոռներին ծանոթացնել փողային երաժշտական գործիքներին, կարևորեցին նման փառատոների կազմակերպումը մարզերում։ Օրը փոխելու համար շատ կարևոր է, իսկ ինչ վերաբերում է նախաձեռնությանը շատ հաճելի է։ Ընդունելի, հաճելի, նման միջոցառումներ շատ պետք է լինեն։ Շատ գեղեցիկ է, շատ հաճելի է, երեխաները ուրախանան, ամեն տարի եկեք, համերգ տվեցեք, թող երեխաները ուրախանան։ Անսպասելի էր այս անակնկալը, ոչ մի անգամ էլ այդպիսի բան չէիք սպասում։ Մենք ուրախ ենք, որ շուշուց կազմակերպվի, երեխաներն էլ հասկանան ինչա կատարում աշխարհում։ Ալեքսանդր Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի դհոլահարների անսամբլը մայիսի 31-ին հայոց բանակի կողքին էր։ Փառատոնի մասնակից Երևանի թիվ 13 երաժշտական հատուկ դպրոցի, Էրեբունի տարածքային բաժանմունքի պատանի երկրապահների և Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի համատեղ փողային նվագախմբերի հետ նրանք այցելեցին Գորիսի Թիվեն Զորամաս, տոն դարձրին հայոց մարտիկի 1 օրը։ Ապագա երկրապահները ծանոթացան զինվորի առօրյային, ճաշեցին նրանց հետ և 1 օրով բանակային կյանքի հաղորդակիցը դարձան։
միջոցառումները, նաև փողային նվագախումբների փառատոնը, որի 3 խումբ ներգրաված էր նաև Զորամասում իրականացվող միջոցառումներին, զինծառայողներին էլ ավելի իրազեկեցին մեր բանակ հասարակություն կապին, մանավանդ, որ այդ միջոցառման ներգրաված էին պատանի երկրապահներ եւ այնպիսի պատաններ, որոնք 10 օր հետո պետք է զորակոչվեին բանակ։ Բացի նրանց կողմից իրականացվող միջոցառմանը, մենք Զորամասում նրանց ծանոթացրեցինք Զորամասի առօրյային, նույնիսկ նրանք ճաշեցին մեր զինվորների հետ եւ ավելի իրազեկվեցին բանակի առանձնահատկություններին եւ ավելի ողջևորվեցին, որ նրանք զորակոչվելու են նմանատիպ կառույց, այսինքն ազգային բանակ, որը որ պատրաստ է ընդունելու նմանատիպ պատանիներին, որոնք շուտով զորակոչվելու են բանակ։ Մշակութային միջոցառումների կազմակերպումը Զորամասերում օգնում է զինվորին թոթափել ծանրաբեռնվածությունն ու ուժ է տալիս հետագա ծառայության համար, վստահեցնում է փոխգնդապետը։ Մշակութային միջոցառումները զինվորին էլ ավելի են ամրապնդում, էլ ավելի են գոդեպնդում, որպեսզի նրանք իրենց ծառայական ամբողջ շաբաթվա ընթացքում ծանրաբեռնվածությունը թոթափեն եւ նորից տրամադրվեն դրական լիցքերով ծառայությանը։ Նման միջոցառումներ Զորամասը կազմակերպել է մեծ լիցք է տալիս զինծառայողներին, մանավանդ եթե պատանի երկրապահները կրթություն են ստանում, իմանում են ավելի մեծ տեղեկություններ Զորամասերի զինծառայողների մասին, ինչպես նրանք նաև մեծ ճաշարանում ճաշակեցին, ծանոթացան բոլոր զինծառայողների հետ, իսկ նման միջոցառումներ ընդհանրապես Զորամասում նաև մեզ համար է կարևոր, ավելի լիցքաթափվում ենք թեթևանում ծառայությունից, մի ակնթարթ տեղափոխվում ենք այլ կյանք եւ ընդհանրապես կցանկանայի այսպիսի միջոցառումներ շուտ տեղի ունենալ Զորամասերում։ Փառատոնի մասնակիցներով լի առաջին ավտոբուսը շարժվեց դեպի Գորիսի տարածաշրջանի Վերիշեն համայն։ Գյուղի դպրոցի բակում նրանց արդեն սպասում էին։ Փառատոնի շրջանակներում վերիշենցիներին տոնական տրամադրություն պարգևեցին Արաբկիրի հայրդ Հաստան եւ Փարաքարի Հովիկ Էդգարյանի անվան արվեստի դպրոցի փողային նվագախմբերը։ Հարգում եւ հիշում ենք բոլորին, որին շնորհակալություն եմ հայտնում բոլորիցս, մեզ բոլորիս, որ մենք կարողանանք մեր հայրենիքը պահել, պահպանել եւ զարգացնել եւ հանձնել մեր ապագա սերունդներին։ Գորիսեցիների համար տոնական օր է։ Ոչ Գորիսի ժողովուրդը տոնական տրամադրության մեջ է եւ այսօրվա երաժշտական բոլոր հաղորդումները դրական լիցք են հաղորդում գորիսեցիներին։ Ես շնորհակալություն եմ հայտնում կրթության գիտության նախարարության, գեղագիտական դաստիարակության կենտրոնի աշխատողներին, պարոն Սամվել Բալոյանի գլխավորությամբ, որ միջոցառումը այս տարի կազմակերպել են Գորիսում եւ այսօր պարգևել են մեզ այս մեծ հաճույքը վայելելու Հայաստան աշխարհի բոլոր տարածքներից Գորիս ժամանած երաժշտական խմբերի ներկայացումները այսօր եւ այսօր բոլոր գորիսեցիները կարծում եմ դրական լիցք են ստանալու այս միջոցառումներից հետո։ Նախատեսված երաժշտական համարներին հաջորդեցին պարեղանակները, որի հնչյունների ներքո համայնքի բնակիչները պար բռնեցին։ Վերիշենի դպրոցի երաժշտախումբը նույնպես միացավ միջոցառմանը եւ օրը համայնքում վերածվեց իսկական տոնակատարության։
Հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի, Էրեբունի տարածքային բաժանմունքի պատանի երկրապահների և Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի համատեղ փողային նվագախմբերի առջև իր դռները բացեց Շինուհայր համայնքը։ Քարահունջեցիներին էլ մեծ բավականություն պարգևեցին Հրազդանի Կոստան Զարյանի անվան արվեստի դպրոցի և Ստեփանավանի Անդրանիկ Մարգարյանի անվան մշակույթի պալատի փողային նվագախմբերը։ Արվեստի դպրոցի խումբը շատ լավ, շատ շնորհալի երեխաներ են, ամանավոր երեխաներ են ընդգրկված, մեծ բավականություն ստացանք, այսպիսի միջոցառումներ կցանկանայինք, որ հաճախակի կազմակերպվեն, արվեստը միշտ էլ իր տեղը ունի և քանի որ մեր մարզը մայրաքաղաքից շատ հեռու է, ճիշտն ասած երեխաները այսպիսի համերգային ծրագրերի կարող են էլի և այդ կարիքը ունեն։ Ոչ թե միայն աշակերտները երեխաները, հենց մենք մեծերս և կցանկանանք հաճախակի այսպիսի միջոցառումներ լինեն։ Շատ շնորհակալ ենք կազմակերպիչներից։ Շնորհակալություն եմ հայտնում, որ փառատոնի շրջանակներում մեր գյուղը նույնպես ընդգրկված էր։ Շնորհակալություն ենք հայտնում, որ այսօր մեր կրթօջախը գեղեցկացրիք եւ ավելի տոնական տրամադրություն մտցրեցիք եւ կուզեինք, որ սիստեմատիկ բնույթ կրեր այս ամենը։ Երեկոյան փառատոնի 16 մասնակից խմբերը կրկին հավաքվեցին Տաթևացու անվան հրապարակում, այս անգամ արդեն գալա համերգի ներկայացմամբ։ Նվագախմբերի ելույթներից առաջ ներկաները Սարգիս Նաջարյանի հետ մեկ անգամ ևս թերթեցին Սյունյաց լեռնաշխարհի պատմության էջերը և հիշեցին Գորիսի հող ու ջրից ծնված հանճարներին։ Պատմականորեն մեծ հայքի 15 նահանգներից է եղել 12 գավառների բաժանված Սյունիքը։ Սիսական աշխարհը հայտնի էր իր բարձրաբերձ ամրոցներով ու հազարամյա վանքերով։ Այստեղ էր գտնվում 13-րդ դարում հիմնադրված Հայաստանի ամենահին համալսարանը Գլաձորը։ Միջնադարյան Սյունիքն ընդգրկում էր Վայոց ձորը, Գեղարքունիքը, Նախիջևանի մեծ մասը և ներկայիս Լեռնային Ղարաբաղի մի մասը։ 10-ից 12-րդ դարերում Սյունիքը թագավորություն էր, որտեղ իշխում էր Սիսական տոհմը, հետագայում Օրբելյան տոհմը։ Սյունիքի հայ բնակչությունը չճանաչեց 1920 թվականի Ալեքսանդրապոլի համաձայնագիրը և զինված պայքարի ելավ Գարեգին Նժդեի հրամանատարությամբ, ով ընտրվեց Լեռնահայաստանի վարչապետ։
19-րդ դարում Գորիսը Սյունիք Արցախի տարածաշրջանի ամենածաղկուն եւ զարգացած քաղաքներից էր։ 1930 թվականին Գորիսը դարձավ շրջանի վարչական կենտրոնը, քաղաքն անմիջականորեն արձագանքելով Արցախյան շարժմանը դարձավ նրա հենասյուներից մեկը։ Նշանակալից իրադարձություն էր 1989 թվականին Սյունյաց հոգևոր թեմի վերաբացումը, որի առաջնորդարանը հաստատվեց Գորիսում։ Հիացմունք եւ հպարտություն ես զգում շրջելով Գորիսի թանգարաններով, տեսարժան վայրերով, հասարակական կառույցներով։ Այստեղ են ծնվել հայազգի նշանավոր գորիսցիներ Աքսել Բակունցը, Սերո Խանզադյանը, պատմագետ հրապարակախոս Արամ Սիմոնյանը, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի փոխնախագահ Յուրի Բաշխյանը, Գուսան Աշոտը, վիրաբույժ պրոֆեսոր Ռուբեն Յոլյանը, հայ առաքելական եկեղեցու երևելի վարդապետ Գրիգոր Տաթևացին, պատմագիր աստվածաբան Ստեփանոս Օրբելյանը, Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Սևադա Բակունցը, կոմպոզիտոր, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը եւ ուրիշներ։ Ռոզա Խշտոյանը հպարտությամբ է մասնակցում փառատոնին։ Նրա հայրը Վազգեն Խշտոյանը դեռևս 1938 թվականին եկել է Գորիս, աշխատել եւ կյանքի լավագույն տարիները ներդրել Գորիսում արվեստի զարգացմանը։ Նրա ջանքերով է հիմնվել այստեղի առաջին փողային նվագախումբը։ Շատ գեղեցիկ միջոցառում էր միջոցառումը։ Սա Գորիսի համար տոնակատարություն էր։ Շատ շնորհակալ ենք կազմակերպիչներին, որ այս միջոցառումը բերեցին Գորիս։
եւ Գորիսի ժողովրդին նորից լսեցրին այս գեղեցիկ երաժշտությունը։ Նաման է բան, որ հիշատակվեց նաև իմ հայրիկի անունը։ Որպես Գորիսում աշխատած, որպես առաջին նվագախումբ ստեղծած, փողային նվագախումբը առաջին ինքն է ստեղծել Գորիսում։ 1938 թվականից Իգիդիրում ծնված 23-ամյա մի երիտասարդ մշակույթի նախարարության կողմից գործողվում է Գորիս մշակութային բնակավարում աշխատելու համար։ 35 տարի շարունակ նա ծառայում է Գորիսի հասարակությանը, ստեղծում փողային նվագախումբ, առաջինը, աշխատում որպես թատրոնի նկարիչ, ակտիվորեն մասնակցում Գորիսի ֆուտբոլային ակումբի ստեղծմանը։ Նրա անունն է Վազգեն Խրշտոյան։ Այսօր այստեղ են նրա 4 զավակներից երկուսը, բազմաթիվ թոռներ եւ ծոռներ։ Գորիսի թիվ 2 երաժշտական դպրոցի աշխատակիցների նման միջոցառումները ոգեշնչում են եւ նոր ծրագրերի հիմք հանդիսանում։ Սա բացառիկ երևույթ էր։ Գորիսում նախկինում եղել է արկեստրներ, բայց ցավոք այսօր չկա։ Սա երևի ստիմուլ կլինի, որ Գորիսում է ստեղծեն արկեստր։ Մենք դպրոցում ենք աշխատում, հուսով ենք եկող տարի մեկ էլ կունենանք, նախանձում ենք արդեն։ Հիմնականում ուրախալի երևույթ է, որ վերջապես Գորիսում սկարքի միջոցառում կազմակերպվում փողային նվագախմբերի մասնակցությամբ եւ ուրախալի է, ինչու՞ չէ մեր երեխաները նայելով գուցեև կողմնորոշեն իրանք էլ այս գործիքներից սովորեն։ Կարծում եմ իրանք շատ պետք կլինի հետագայում նույնիսկ մեր հայոց բանակում ծառայելու համար։ Ճիշտն ասած, որ լսեցի այս փառատոնի մասին, ինձ մոտ նախկին ստերեոտիպ հիշողությունների առաջ եկավ։ Ես հիշում եմ, որ մանկության օրերին մեր զբոսայգում միշտ նվագախումբը նվագում էր ամեն երեկո, եւ ես շատ ուրախացա, ճիշտն ասած, կցանկանի որ ասավանդույթը Գորիսում որ անցեկացվում հերթական փառատոնը առաջինը լինի, բայց վերջինը չլինի եւ հաճախակի վերջի-վերջոս մշակութային մեծ աշխատանք է, որ կատարվում է երեխաներին դաստիարակության գործում մեծ հետ կթողնի եւ նրանք էլ երևի երբ որ մեծանան կհիշեն, որ այսպես մի գեղեցիկ փառատոնի են մասնակցել։
Սիրունելի է, որ Գորիսում այդպիսի փառատոներ են կազմակերպում։ Ես ու իմ բալիկ եկել ենք, մեծ սիրով մասնադիտում ենք եւ ուրախ ենք, որ իմ երեխաս էլ փոքրուց արդեն ձևավորում է իր մեջ գեղագիտական այդ զարգացումը։ Շատ ուրախ ժամանակ ենք անցկացնում, մեր ներկայացնում ենք Երևանի համար 13 հատուկ երաժշտական դպրոցը, շատ ուրախ ենք, որ նման միջոցառումներ են տեղի ունենում։ Ոգևորում է, ավելի շատ ոգևորում է եւ բոլորը մեծ ոգևորությամբ երեխաներն էլ, ծնողներն էլ մեծ ոգևորությամբ մասնակցում են միջոցառմանը, փառատոնին։ Զգացողությունները շատ մեծ են, տպավորված ես Գորիսի ամեն մի միջոցառումներից, շատ լավ տպավորություններով են գնում ստեղից, լավ տպավորություններով եկել ենք, նույն ձև էլ գնում ենք։ Շատ ուրախ եմ
գտնվել այստեղ Գորիսում, որտեղ ես Փարիզից եկած եմ, մասնավորապես մի քանի օրով Երևան մնում եմ եւ հանգարց է որ գտնվում եմ Գորիսում Երևանից մի ընկեր գազམ་ակերպող Բարոն Սամվել Բալոյանը որ ճանաչում եմ վաղուց ինքը ասաց որ այսօր պարադոն է եւ ասաց մեզ եկեք ասեցինք սիրով դիգինս ու ես ուրեմն եկանք ես այդ պրոս քեղեցիկ խումբերը տեսնում ենք ուրախանում ենք որ երդասարտությունը իսկապես հայ երդասարտությունը դաղանդ ունի միշտ երաժշտության Քանի որ մեր ընտանիքը սերում է գուսանաշոտի տոհմից մենք գուսանաշոտի ժառանգներն ենք Թորնուհին եւ Ծորնուհին հաջող էր եւ հրապուրիչ էր այն տեսանկյունից քանի որ Հայաստանի բավականին տարբեր շրջաններից ելույթներ ունեցանք եւ մեծ բավականություն ստացանք եւ ինձ թվում է շարունակական կլինի այս միջոցառումները հուսով եմ Գորիսի ժողովուրդը երաշտասեր եւ երաշտագետ ժողովուրդ է եւ հաճույքով են լսում ինչու՞ չէ ոչ միայն գուսանական այնպես էլ ժողովրդական եւ փողային նվագախմբի ելույթները Շատ կարեւոր է որ նման բարձր տրամադրություն բարգեւեցին մեր քաղաքացիներին ոչ միայն գալա համերգը այլ նաեւ այն որ տարբեր խմբեր տարբեր թաղամասերում ելույթ են ունեցել ու շատ լավ է ահագին ես ինքս ուրախ եմ ու կարելի է ասել որ այդ հաղթական ոգին այսօր ամբողջությամբ պարուրված է մեր քաղաքի օդի մեջ այդ շեփորների ու պարզապես կուզենայի որ շատ գորիսեցիներ ներկա լինեին գալա համերգին ճիշտ է եղանակը շատ է տաք մարդիկ հիմնականում ստվերի մեջ են պատասպարված բայց ամեն դեպքում նման հնարավորություն Գորիսում երևի նախադեպը չունեցող միջոցառում է լավ կլիներ որ նաև գորիսեցիները բռուն արձագանքեին եւ ներկա լինեին ըստ համերգին Փառատոնի կազմակերպումը երկար ճանապարհ է անցել մարզերից նվագախմբերի տեղափոխում Երևան, մասնակիցների հանգստի ժամանցի երկօրյա կազմակերպում, ի վերջո 500 մասնակիցների այցը Հայաստանի հարավ։ Այսօր այն արդեն կայացած է։ Ի շնորհիվ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության, գեղարվեստական դաստիարակության եւ մշակույթի մանկապատանեկան կենտրոնի գեղարվեստական ղեկավար Սամվել Բալոյանի։ Արդեն 10-րդ տարին է ինչ տեղի ունենում փողային նվագախմբերի փառատոնը բացի փողային նվագախմբերի փառատոնից այստեղ հետաքրքիր մի ենթատեքստ կա որը շատ բնական ու շատ ընդունելի է մատաղ սերնդի դաստիարակությունը նկատեցիք որ երաժիշտները երիտասարդ հայրենիներ են եւ սա նշանակում է որ մենք նաեւ երաժշտական կրթությունից բացի նրանց մոտ սերմանում ենք հայրենասիրություն դրանք հիմնականում կատարում են հայրենասիրական հրաշք ստեղծագործություններ ոչ միայն հայ կոմպոզիտորների այլև օտարազգի կոմպոզիտորների կարծում եմ որ այս փառատոնը պիտի շարունակվի որտեղ այստեղ երաժշտությանը զուգահեռ նաեւ գնում է հայրենիքը պաշտպանելու լավ քաղաքացի լինելու կամ դառնալու հետաքրքիր ենթատեքստը, որը ես բարձր եմ գնահատում եւ շնորհակալ եմ ամենաառաջինը եւ ես կասեի մարդ օրկեստր, մարդ նվագախումբ պարոն Բալոյանին, որտեղ նրա բոլոր նվիրյալ ջանքերով է այս փառատոնը կայանում եւ հանրապետության տարբեր տարածքներում, որովհետեւ այդ
կազմակերպելը կապված է բազմաթիվ խնդիրների եւ դժվարությունների հետ։ Նա հրաշալի է լուծում եւ կցանկանայի, որ նմանատիպ փառատոները շատանային, որտեղ Հայաստան աշխարհում բացի սոցիալ-քաղաքական իրավիճակների խնդիրների լուծումից նաեւ մտածելնդի դաստիարակության հարցը պիտի անպայման բարձրացվի, շոշափվի, կատարվի, որպեսզի այս երիտասարդները լիարժեքորեն կարողանան վաղվա Հայաստանի լիարժեք քաղաքացիները լինել։ Ես ողջունում եմ այսպիսի միջոցառում կազմակերպելու համար, շատ ուրախալի բան է, մշակույթի եւ կրթության նախարարությանը շատ գոհ եմ, որ այսպիսի միջոցառում կա, լավ նվագախմբեր ունենք, իմիջիալոց տաղանդավոր խմբեր կան, լավ երաժիշտներ կան, ցանկալին է կլիներ, որ այսպիսի միջոցառումները հաճախակի լինեին, եւ ես պետք է իմ շնորհակալությունը հայտնեմ մանավանդ Բալոյան Սամվելից, որը շատ մեծ մակարդակով կազմակերպեց այս միջոցառումը, բավականին երկար ճանապարհ եւ բոլորը մեծ հաճույքով մասնակցում են, մեծ ողջավորվածությամբ, շատ ողջունելի է դա։ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության գեղարվեստական դաստիարակության եւ մշակույթի մանկապատանեկան կենտրոնի գեղարվեստական ղեկավար Մովսես Խորենացի մեդալակիր Սամվել Բալոյանն ում կազմակերպչական ջանքերի շնորհիվ կայացավ փառատոնը նման պատասխանատվություն ստանձնելու իր հիմքերն ունի։ Նախ որտեւ սիրում եմ այս գործը, սա մեր մոտ ցեղական է։ Ուրեմն քերիներս բոլոր եղել են փողային գործիքների նվագողներ, ես նույնպես տենց սովորեցի 58 թվականից նվագում եմ եւ ամենակարևորը զգում եմ, որ այս արվեստը երեխաներին լավ դաստիարակություն է տալիս, լավ հայրենասիրական դաստիարակություն։ Սյունեցիներին սա տալու է ոգի, որովհետեւ փողային նվագախումբը դա ոգի է։ Իմ աղթանքը, իմ խոսքը բոլոր մեր հայ ժողովրդին, թող ապրեն առողջ, թող ապրեն առույգ, թող լինեն սյուն իրենց հայրենիքին եւ ամեն դեպքում իմանան, որ հայրենիքը միշտ կա իրենցով եւ իրենց շատությամբ։ Կանք պիտի լինենք եւ պիտի շատանանք։ Համերգի ավարտին փառատոնի մասնակիցները պարգևատրվեցին պատվոգրերով, շնորհակալագրերով եւ դրամական պարգևներով։ Նրանց պատվոգրեր հանձնվեց նաեւ Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադոնցի կողմից։